Այն, որ հայաստանյան առևտրային բոլոր բանկերում ներդրված ավանդների մեջ գերակշռում են ֆիզիկական անձանց կողմից ներդրված անձնական ավանդները, զարմանալի չէ, ասում են բանկերի կառավարիչներն ու ոլորտի մասնագետները։ Գումարները բանկերում պահելն հուսալի է, գործընթացը կատարվում է առանց ավելորդ բարդությունների, կարճ ժամկետներում ու փոխշահավետ պայմաններով։ Բանկում հնարավոր է անձնական ավանդ բացել սկսած 40,000 դրամից։ Ուրեցօր, ասենք, հաճախորդների մարդկանց վստահությունը եւ պետության եւ բանկերի նկատմամբ բարձրանում է։ Նպաստեց նաեւ այն փաստը, որ երաշխավորված հիմնադրամը առաջ, ասենք, դրամով ավանդներին հատուցում էր մինչեւ 2 միլիոն դրամի չափով, հիմա մինչեւ 4 միլիոն դրամի չափով։ Իսկ արդաժույթով ավանդներին մինչեւ 2 միլիոն դրամի չափով երաշխավորված է։ Չի ասի շատ, բայց կան մարդիկ կան, որոնք ունեն միջոցներ, որոնք ցանկությունն են ներդնելու միջին խավի մարդիկ են, որոնց մոտ ինչ որ ժամանակ ընթացքում ինչ որ ավել գումարներ են առաջանում, որոնք ցանկությունն են այդ գումարները ներդնել բանկում, որը եւ իրենց համար բնականաբար շատ ավելի ապահով է, քան այդ գումարները տանը պահելը եւ համապատասխանաբար ստանում են դրա դիմաց իրենք տոկոսներ, բավականին նորմալ տոկոսներ։ Գյումրեցիները խուսափում են բանկերում խնայողությունները պահելուց, ասում են բանկային ոլորտի մասնագետները։ Պատճառները բազմազան են։ Խորհրդային միության ժամանակ ներդրված ավանդները չվերադարձնելու փորձը, անվստահության գործոնը, անիրազեկությունը եւ իհարկե գումար չունենալու փաստը։ Հայ-Էկոնոմ բանկի կառավարիչ Սարգիս Գրիգորյանի խոսքերով, ազգաբնակչության աշխատավարձն այնքան բարձր չէ, որ նրանք իրենց թույլ տան բանկային հաշիվ բացել։ Անհուսալի է, ես գիտեմ, դե մեր քաղաքում դժվար դե կան գումարներ ունեցողներն որ բանկերում պահել։ Երևի որոշ մարդիկ գումար չունեն, որոշներ չեն վստահում։ Թվում է, որ գումար ունեցողները շատ քիչ են, հազիվ իրենց գոյությունը պահպանում են։ Ոչ աշխատանք կա, ոչ մի բան չկա, այդ որտեղից պետք է գումար ստեղծեն։ 2005 թվականին մայրաքաղաքում բացվեց առևտրային բանկերի հետ համագործակցող ավանդների փոխհատուցումը երաշխավորող հիմնադրամ, որը սակայն իր գործունեության 6 տարիների ընթացքում դեռ ոչ մի անգամ փոխհատուցում չի կատարել։ Այս հիմնադրամի կողմից երաշխավորվում է դրամային հաշվի մինչև 4 միլիոն դրամի եւ արտարժույթի մինչև 2 միլիոն դոլարի կամ եվրոյի փոխհատուցում։ Առավել մեծ գումարների ներդրումը հուսալի չէ, բացի այդ տվյալ բանկի սննկացման դեպքում ավանդատուին 4 միլիոն դրամից ավելի գումար չի փոխհատուցվի։ Բանկին տալիս է շրջանառու միջոցներ, որովհետեւ ներգրավելով ավանդներ կարող է տեղափոխել որոշակի ժամանակահատվածի ընթացքում, իսկ հաճախորդին տալիս է տոկոսային եկամուտ։ Եթե քաղաքացին ունի անձնական բիզնես եւ ինքը կարող է այդ գումարը ներդնել բիզնեսում, բնականաբար իր բիզնեսից ինքը շատ ավելի մեծ եկամուտներ կստանա։ Իսկ եթե քաղաքացին ուղղակի պետք է այդ գումարը դնի բարձի տակ կամ չգիտեմ ինչ որտեղ պահի, ավելի ձեռնտու է իր համար բանկում պահել, որտեվ էլ եմ ասում, տարեկան 11%-ը դա ցածր տոկոս չի։ Բանկը ներդրված գումարով ստանում է հնարավորություն առավել շատ գումարների ու վարկերի շրջանառության, իսկ ֆիզիկական անձը հուսալի գործարքի։ Չնայած այն փաստին, որ ազգաբնակչության գերակշիռ մասը չունի հնարավորություն ու միջոցներ խնայողությունները բանկերում պահելու համար, այնուամենայնիվ հայաստանյան բանկերում գերակշռողը հենց անձնական ավանդներն են։ Շուշանա Գրիգորյան, Տիգրան Կասաբյան, Մարտուն Գրիգորյան, Գալանյոս։